Զի եղիցի մի Գրաբարյան այս տողը քանդակագործ Ալբերտ Վարդանյանի հարթաքանդակի վերնագիրն է։ Թարգմանաբար նշանակում է բոլորս լինենք մեկ, այսինքն միասնական, միաբանված, ինչպես քրիստոնյաներին է բնորոշ։ Հարթաքանդակը փոքր եւ մեծ խաչերի համադրություն է։ Սրբազանը բացատրում է, սրանք միասին վեր են խոյանում դեպի Քրիստոսը։ Փորուրարի գաղափարն է, որ կրում է հոգևորականը իր երկու ուսերին, անցկացնելով իր վզից, որը խորհրդանշում է Քրիստոսի լուծը։ Եթե նկատել եք, սարգսակները մի ուսի վրա են կրում ուրար, որը խորհրդանշում է մասնագի լուծը Քրիստոսի, իսկ քահանաները երկու ուսերի վրա, որ խորհրդանշում է ամբողջական լուծը Քրիստոսի։ Ինքը բարելեֆային քանդակ է, որը լուծում է գտե շենքի հետ եւ ճարտարապետական լուծումով եւ իր ստեղծագործական լուծումով շատ համահունչ է շենքին։ Հարթաքանդակի բացման օրը պատահական չի ընտրվել։ Քանդակագործ Ալբերտ Վարդանյանի ընկերոջ Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն է եղել խորհրդանշական։ Սա նրա ցանկություններից մեկն էր՝ 7 վերքին որևէ աստվածահաճո գործ նվիրել։ Եկեղեցուն պիտի նվիրես սեր, սա սիրո նվեր է եւ ես չեմ կարծում, որ այստեղ կարող է լինել քննադատություն։ Եթե ինչ որ մեկը ասի, որ չգիտեմ, կանոնիկ կանոններով ինչ որ խաչը մի քիչ էսպես պիտի լիներ, մի քիչ այնպես պիտի լիներ, ես ինքս միշտ կողմնակից եմ, որ մենք մտածենք ազատ։ Դրա համար Սամվելը միշտ ասում էր՝ սպանեք ձեր մեջ կռապաշտությունը։ Հանրության համար միգուցե թվա անսպասելի նման քայլը եւ սա միևնույն ժամանակ արտարացվում է նրանով, որ արվեստագետը իր կերպով է մոտենում, իր նվիրաբերումն ունի եկեղեցի ընկալմանը։ Հարթաքանդակի հեղինակն իրեն պարտավորված է զգում եւ նաեւ հպարտ, որ վաղամերիկ ընկերոջ ցանկությունը երկար մտորումներից հետո կարողացել է կյանքի կոչել։ Շատ մեծ պատիվ է, որ եկեղեցու պատին ինչ որ քո ստեղծագործությունը կզետեղվի, որ ասելիք ունի նաեւ ուղղված ժողովրդին բոլորիս ուղղված խոսք է ինքը լինել միասին, լինել միաբան։ 7 վերք եկեղեցու պատին ամրացված հարթաքանդակը թեև առաջին հայացքից անսովոր է աչքին, սակայն սա եկեղեցու ընդհանուր ճարտարապետական տեսքից չի շեղվում։ Ընդհակառակը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գնահատմամբ եկեղեցուն նոր տեսք է հաղորդում։ Պադոհանը չէր խոսում, հիմա խոսեց։ Եվ լրիվ քրիստոնեական է քանդակը, ասենք աշխարհիկ ստեղծագործություն չի, հոգևոր ստեղծագործություն է, ինչպես ասացի, հոգևորականի փորուրարի խորհրդով կազմված, լրիվ խաչերով միահյուսված, քրիստոնեական միությունը խորհրդանշող, այնպես որ բացարձակապես համահունչ է եկեղեցվո արտաքին տեսքին։ Կիմա Եղշացյան, Կարապետ Առաքելյան, Օրագիծ։